Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, մենք չհանկանք, թեր գկանք, երբ դան զանքը, ահազանքը, որ մեր ոգու բարդ կտանք։ Քիչ առաջ երկված Սարդարաբադ երկին փարերն են այս փարերը։ Եվ ես հաջախագի գերբով իմ հրապարակային խոսքերուս ընթացքին հիշած եմ այս փարերը, որբեսի մեր ժողովուրդը հրավիրեմ իր ոգու բարդկը դալու։ Յուրաքանչյուր հայուն բարդավորությունն է իր ոգու բարդկը դալ միշտ, բայց մանավանդ, երբ մեր հայրենիքը, մեր ազգը, մեր եկեղեցին հիմակրավեն տագնապներ, ահազանգներ, մարդահրավերներ, ոգու բարդ կտալ։ Այս կնշանակե հայ ըլլալ, այսպես պետք է հայ ըլլալ։ Քիչ առաջ եկեղեցվո մեջ մենք կատարեցինք հանրապետական մաղթանք։ Աղոթեցինք, որ հայրենիքի անկախությունը միշտ մնա ամուր, անկախությունը ամուր բահողը ժողովուրդը պիտի ըլլա։ Հայրենիքը ժողովուրդն է, հող ըլլալ է առաջ և վեր, պետությունը, հանրապետությունը ժողովուրդն է, Աստուծո օրհնությամբ ժողովուրդն է, որ կստեղծե, կգերդե, կամրացնե, կամրաբնթե, կհավերժացնե, կհզորացնե հայրենիքը։ Հայաստանի հանրապետության անկախությունը մեր ժողովրդին համար նվիրական եղած է, սրբազան արժեք եղած է փարերու ընթացքին, երբ մեր հայրենիքը գործընծուցած է իր անկախությունը, մեր ժողովուրդը տագնապած է, մաքարած է, հայրենիքը անկախ տեսնելու տեսլականով։ Անկախությունը աստվածադուր բարգև է, միաժամանակ մարդու իրավունքն է Աստուծո կողմեր դրված։ Սակայն մարդը գոչված է անկախությունը պահելու, պահպանելու և հավատարիմ ըլլալու անկախության, որպես նվիրական սրբազան արժեք։ Հետևաբար մենք այսօր գոչված ենք Հայաստանի Հանրապետության մեր հայրենիքին անկախությունը պահելու ամուր ամեն տեսակ երևելի և աներևույթ թշնամիներեն։ Անկախությունը պահելը թյուրին չէ, սակայն թատրե հանձնարարություն, նվիրում, պայքար։ Այսպես եղած է մեր պատմությունը դարերու ընթացքին։ Եվ անկախության ամենեն նվիրական արժեքները մեկը իր թրոշն է, ասպարակային Հայաստանի թրոշը երակույն։ Սովորական իմաստով թրոշակ չէ երակույնը մեզի համար, երակույնի մեջ կան մեր հայրապետներուն, մեր սուրբերուն աղոտքը, երակույնի մեջ կան մեր նահատակներու արյունը,
երակույնի մեջ կա մեր հերոսներու սրբազան բայկարը, այո, խորհրդանիշ է սրբազան երակույնը, զայն պետք է բահել անաղարտ, երբ երակույնը հալածվեցավ, երբ երակույնը անդեսվեցավ, երբ երակույնը արգիրվեցավ Հայաստանի մեջ, Սփյուռքի մեջ, այս աթորին գլխավորությամբ, մենք մեր երակույնը բահեցինք անաղարտ, հավատարիմ երակույնի խորհրդանիշին, հավատարիմ երակույնեն եկող անկախության նվիրական պատգամին։ Այսօր Հայաստանի մեր ժողովրդին նվիրական պարտքն է երակույնը բահել ամուր իր արժեքով, իր խորհրդանիշով, իր պատգամով։ Քիչ առաջ հանրապետական մաղթակի ընթացքին նաև մենք աղոթեցինք մեր եկեղեցու պայծառության համար։ Այսօր ովևէ ժամանակեն ավելի հատկապես Հայաստանի մեջ մեր եկեղեցին գոչված է բարձրագույն աստիճանի նվիրվածությամբ, նախանցախնդրությամբ եւ իր գոչումին հավատարմությամբ ամուր բահելու մեր ազգին ու հայրենիքին սրբազան արժեքները ու խորհրդանիշները։ Մեր եկեղեցին գոչված է գողմերու միջև գամուրջ դառնալ։ Մեր եկեղեցին գոչված է մեր ազգը համախմբել հայրենիքի անկախության ու քերակույն արժեքներուն շուրջ։ Ճակատագրական օրերու մեջ կգտնվենք։ Անբամած է մեր ազգին երկնագամարը, պատմությունը մեզի ցույց կտա, թե մեր ժողովրդին ամենեն տագնապալից օրերում եկեղեցին առաջնորդի թեր կատարած է, հիշեցումի թեր կատարած է, պատգամած է մեր ժողովրդին, թե անկախությունը սրբազան արժեք է, խորհրդանիշները նվիրական արժեք են, ահամասիկ մեր փոքրիկներուն ցերկերուն մեջ կտեսնեք երակույնը Հայաստանի, թրոշը Արցախի, մեր եկեղեցին եւ այլ արժեքներ մեր ազգին ու եկեղեցվո։ Սովորական երևույթներ չեն ասում, ահավասիկ նոր սերունդը այս ոգիով, այս արժեքներեն եկող պատգամով, հավատքով, նվիրումով գթրձվի, գթաստերակվի, այնպես մեր ժողովրդի բոլոր զավակները Հայաստանեն սկսյալ սփյուռս աշխարհի պիտի մնան հավատարիմ բարձրագույն աստիճանի նվիրվածությամբ, հավատարիմ հայրենիքի անկախությամբ, հավատարիմ մեր եկեղեցու գոչումին ու թերագադարությամբ, հավատարիմ այն բոլոր արժեքներուն, խորհրդանիշներուն եւ ավանդություններուն, որոնք յուրաքանչյուր հայու եւ մեր հավաքական հայության մեջ ամուր կբահեն հայկական մեր ինքնությունը։ Ահավասիկ պատգամը մայիս 28-ին, ահավասիկ պատգամը Մեծիդան ընկելիգյո կաթողիկոսության, որ միշտ եղած է հավատարիմ մեր ազգի անկախության, երակույն թրոշին եւ հանցնարու մեր եկեղեցու սրբազան առաքելությամբ այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։